Գիրագի 4 մարտի երեկոյան ժամը 7:30 Բեյրութի ամերիկյան համալսարանի Assembly Hall-ի մեջ ելույթ կունենան Ջութագահար Ջենդերեջյանի եղբայրները Թաշնամուրի ինգերակցությամբ Իզաբել Քայեյանի։ Երաշտական այս հյուրահատուկ երեկոն կազմակերպված է համազգայինի Գեղարվեստի դպրոցներու խնամակալության կողմը։ Այս առիթով ուրախ ենք մեր ստուդիոները ներսյուրեն գալելու Ջութագահար բարոն Արմեն Ջենդերեջյանը, բարի եկած եք։ Նախ առաջին հերթին խոսենք այս երաշտական հյուրահատուկ երեկոյի մասին, որ բի ներկայացնե Ջենդերեջյան դուետը կամ ցուկ բարոն Արմեն եւ ծեր եղբայր անշուշտ բարոն Արմեն Ջենդերեջյանը։ Պաստորեն մեր գոյությունը, ասենք այսպես դուետի առնվազն 42-45 տարվա պատմությունն է եւ այդ ընթացքում բազմաթիվ համերգներ, նորանոր ծրագրեր եւ նոր հեղինակների որոնումներ, պրպտումներ։ Առաջին համերգը մեր Լիբանանում եղել է 1997 թվականին ծմրանը եւ կարծեմ մեր մեջ գոնե իմ եւ Աշոտի մեջ մնացել են լավագույններ հուշերը Բեյրութի ունկնդրի իմաստով։ Կարծում եմ հետարքիր համերգ կլինի, կարծում եմ որ մենք նոր մեր այս ծրագրով հաճույք կպատճառենք մեր ունկնդրին, իհարկե կային որոշակի դժվարություններ, որովհետև դաշնակարուին Բեյրութի Իզաբել Քայեյանն է Երևանում կրթություն ստացած եւ փաստորեն մինչեւ իմ Բեյրութ գալը եղբորս հետ Աշոտի հետ նրանք ծրագիրը սերտեցին։ Բավականին բարդ ծրագիր է, բավականին անսովոր է, այսինքն ականջի համար այդպես սովորական ստեղծագործություններ չեն, բայց աշխատանքը արված էր եւ ես փաստորեն 3-4 համատեղ փորձերի ընթացքում կարծեմ որ ծրագիրը մենք բավականին լավ տեսքի բերեցինք եւ իհարկե դաշնակարուն էլ խորին շնորհակալություն Աշոտին էլ համատեղ աշխատանքի համար։ Բարոն Արմեն, արդեն վստահ եմ, որ լիբանաները դերյակ են, թե ծեր եղբայրը բարոն Աշոտ Ջենդերեջյանը արդեն ամիսները ի վերս ստանձնած է համազգայինի Փարսագանացյան երաշտական քոլեջի դնորենության պաշտոնը եւ այդ առընչությամբ իր պաշտոնավարության բերումով բնակություն հաստատած է Լիբանանի մեջ։ Սակայն նաեւ մենք դերյակ ենք, որ դուք վերջին 8 տարիներուն գվարեք նաեւ Հալեվի Փարսագանացյան երաշտական դպրոցի դնորենության պաշտոնը։ Ես պիտի ուզեմ իմանալ արդյոք ծեր Լիբանան ներկայացումը բիդիելա արդյոք բարձրապես այս ելույթի ձիրեններ, թե նաև կան այլ ծրագիրներ դեղույն երաշտանոցի հետ։ Նախ ուզում եմ ասեմ, որ իհարկե ուրախ եմ ինքս որպես ջութակահար, կրկնակի ուրախ եմ որպես հայ ջութակահար, որ Աշոտին հրավիրեցին Բեյրութ։ Կարծում եմ, որ Բեյրութի Փարսագանացյան քոլեջի ուսանողները իսկապես պիտի որ շահեն համատեղ ճիշտ կազմակերպված աշխատանքի պարագայում Աշոտից սովորելու շատ բան կա եւ շատ ուրախ եմ որ Աշոտը իր այդ բոլոր ընդունակությունները իր փորձը կդնի իսպաս մեր երեխաների առաջընթացի 8 տարվա աշխատանքը ինչ վերաբերվում է ինձ 8 տարվա իմ աշխատանքը Հալեպում բերեց են բանի, որ մենք իսկապես կարողացանք որոշակի խնդիրներ բերել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի։ Գիտեք, շատ դժվար է դպրոց կոչվածը, կրթական համալիր կոչվածը սա բավականին մեծ մեքենա է եւ բավականին դժվար է այդպես արագ արդյունքի հասնել եւ կարծում եմ որ համբերություն է պետք։ Հայտնի դեպքերի պատճառով ես դեկտեմբերի վերջերին վերադարձա Երևան եւ մի փոքր այսպես դադար եղավ ինձ մոտ եւ քանի որ ես պիտի գայ արդեն պայմանավորված էր եւ հստակ էր պիտի գայ Լիբանան համերգի առիթով եւ դեռ հստակ չէր Հալեբ մեկնելու ժամկետները Աշոտը Լիբանանի շրջանային վարչության հետ պայմանավորեցին որ օգտվեն առիթից, քանի դեռ ես այստեղ եմ եւ մենք համատեղ աշխատենք քոլեջում։ Որոշակի ծրագրեր արդեն ես կազմել եմ եւ կսկսենք ուսանողների հետ աշխատանքները եւ իհարկե շատ ուրախ կլինեմ, եթե օգտակար լինեմ, եթե իսկապես ես ինքս տեսնեմ իմ արածի արդյունքը
մեր ուսանողների հետ։ Բնականաբար դա ամենամեծագույն երջանկությունը կլինի ինձ համար։ Պարոն Արմեն, արդեն բոլորը գիտեն, որ Աշոտ եւ Արմեն Ջենդերեջյանները երկվորյակ եղբայրներ են եւ հանրազանոթ ասենք Ջենդերեջյան դուետը առավելապար յուրահատուկ կդառնա երկու եղբայրներու զույգ կլալու հանգամանքը։ Ես պիտի հարցնեի արդյոք ձեր զույգ երկվորյա գլալու այս իրողությունը որքան